Հակոբոս նամակի քարոզաշարքը Տիրոջ շնորհքով հասել ենք 13-րդ համարին եւ այսօր եւս 3 համար միասին կուսումնասիրենք Հակոբոս առաջին գլխից 13-ից 15 համար Ոչ ոք փորձվելիս թող չասի Աստծուց եմ փորձվում որովհետեւ Աստված չարից չի փորձվում ինքն էլ ոչ մեկին չի փորձում Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով Այնուհետև ցանկությունը հեռանալով մեղք է ծնում իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ Աղոթք անենք Մեր պաշտել երկնավոր Սուրբ Հայր մեծարում ենք քեզ այս առավոտ եւ սրտանց գոհանում ենք այս առիթի համար այս ուրախության համար որ դարձյալ տեսնում ենք քո սերը քո ողորմությունը մեր նկատմամբ որ առիթ ունենք քո խոսքերի շուրջ մտորելու եւ դրանցով լսելու քո ձայնը լսելու քո կամքը ճանաչելու ավելին սա մեծագույն պատիվն է մեզ համար եւ սա մեր պարծանքն է որ մենք ունենք այս հնարավորությունը քեզ ճանաչելու եւ նաեւ փառք ենք տալիս մեր քույր եղբայրների համար որ դու պահում ես մեզ միաբան եւ խնդրում ու աղաչում ենք որ հիմա էլ քո հոգով դու գործես որովհետեւ մեր հույսը եւ ապավենը միմիայն քո հոգին է քո շնորհի զորությունն է որ պիտի գործի մեր ներսը ներթափանցելով մեր սրտի խորքերը եւ անելով այն ինչ որ քեզ է հաճելի դրա համար թող քո անունը փառավորի դու երևաս եւ թող քո փառքը երևա այն ինչ որ մենք պիտի անենք Հիսուսի անունով Տեր ամեն Նախ եկեք մի ընդհանուր դիտարկումներ անենք, որոնք օգնեն մեզ ավելի բարձ տեսնել այս հատվածը, ավելի լավ ընկալել, հասկանալ հեղինակի միտքը։ Հիշում եք համատեքստից, նախորդ հատվածից, առաջին պարբերությունից, որ Հակոբոսը խոսեց հավատացյալին պատահող փորձությունների մասին, թե ինչպես է կենդանի հավատքը փորձվում դժվարությունների մեջ ու ինչպես է երևում մարդու արձագանքի միջոցով։ Նա ասաց, որ այդ փորձությունների մեջ մենք կարիք ունենք աստվածային իմաստության, որպեսզի հասկանանք իրապես, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում եւ ինչի համար է այս կամ այն իրադարձությունները, որպեսզի հասկանալով Աստծո կամքը, նրա մտադրությունները, մենք ուրախանանք մեր կյանքում պատած ամեն իրավիճակներից, փորձություններից, դրանց համար եւ Նաև հասկանանք Աստծո գործերը եւ նրա գործելակերպը։ Սրա համար մենք կարիք ունենք իմաստության։ Որպեսզի մենք նույնպես կարողանանք գործել ըստ նրա կամքի։ Այնուհետև նա ցույց տվեց, թե ինչպես է երկնային իմաստությունը դրսևորվում մարդու գործնական կյանքում 3 օրինակներով մենք տեսանք։ Իսկ հիմա այս երկրորդ պարբերության սկզբում Հակոբոսը խոսում է գայթակղվելու մասին։ Ինչպես պետք է քրիստոնյան վերաբերվի գայթակղություններին եւ որտեղ է քրիստոնյայի գայթակղվելու իրական պատճառը։ Նա ցույց տվեց, որ այո, ձեր կյանքում պատահած փորձությունները ուրախություն համարեք, քանի որ դրանք Աստծո ծրագրերի մեջ են, սակայն դա չի նշանակում, որ փորձության մեջ, երբ դուք գայթակղվում եք, մեղքի մեջ ենք ընկնում, ապա դա նույնպես Աստծուց է ու նրա կամքի համաձայն է։ Սա մենք պետք է հստակ տարանջատենք, որպեսզի չար գայթակղությունները չվերագրենք Աստծուն ու կարծենք, թե նա ուզում է, որ ես գայթակղվեի ու ընկնեի մեղքի մեջ, քանի որ դա էլ է նա ծրագրել ու կամեցել ինձ համար։ Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես է Հակոբոսը հիմնավորում, որ Աստված չէ գայթակղեցնում մարդուն, նա չէ պատասխանատու մարդու չար ճանապարհների ու մեղքերի համար, այլ այդ ամենը մարդու մեղավոր ցանկություններն ու որոշումներն են։ Ուստի մարդն է պատասխանատու այդ ամենի համար, ինչն իրեն տանում է դեպի մեղքը ու բերում է չար հետևանքներ։ Աստված մտադրվել էր ձեզ պատած ամեն իրավիճակների միջոցով, փորձությունների ու դժվարությունների միջոցով, բարի ու մնայուն պտուղ բերել ձեր կյանքերում։ Սակայն դուք գայթակղվեցիք, ինչու՞։
քանի որ ցանկացաք այլ բան։ Ու հակառակվեցիք Աստծո կամքին ու ծրագրերին։ Եկեք տեսնենք այս հատվածի կապը նախորդ մտքերի հետ։ Ուրեմն Հակոբոսն ասաց, որ երանելի եք, եթե համբերեք փորձությանը, եթե համաձայնվեք Աստծո հետ, հնազանդվեք ու ընդունեք ուրախությամբ այն իրավիճակները, որոնց մեջ Աստված ձեզ դրել է, նաև համաձայնվեք կրելու դրանք, համբերությունը կրել, մնալու դրանց տակ, այլ ոչ թե հրաժարվելու, եւ այդ երանությունը այստեղ է տեղ ունենում, որովհետեւ այն բերում է այն նախատեսված արդյունքը, ինչ համար որ եկել է քո կյանք։ Իսկ ինչ է լինում, երբ հրաժարվում ենք։ Եթե ձեր ցանկություններին վստահեք ու գործեք ըստ այդմ, ուրեմն տեսեք հետևանքը։ Դուք խաբվում եք, մոլորվում եւ ընկնում մեղքի մեջ։ Սա ըստ ձեր ցանկությունների եւ որոշումների հետևանքն է լինելու։ Ահա թե ինչ է ուզում ասել Հակոբոսը իր լսարանին։ Աստված գիտի քո կյանքում ինչպես գործի, ինչ իրավիճակներում դնի, քո որ ցանկությունները չիրականացնի, որպեսզի դրանց միջոցով քո չար ճանապարհները ուղղի, մեղքից հեռու պահի։ Սակայն երբ դու հրաժարվում ես ընդունել Աստծո մեթոդները ու հետևում ես քո մեթոդներին, ցանկություններին ու հարմարավետությանը, ուրեմն այն տանում է քեզ գայթակղության։ Դու շեղվում ես մոլար ճանապարհներով։ Ահա այս երկու տարբերությունների կապը։ Որտեղից ենք ենթադրում, որ այստեղ խոսքը գնում է հենց գայթակղվելու մասին, որտեղ այստեղ ասում է Աստված չարով չի փորձվում եւ ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Այս արտահայտությունը մեզ հուշում է, որ Հակոբոսը այս համարներում խոսում է չար նպատակով եղող փորձությունների մասին։ Նա շեշտում է չարով փորձվելը, որոնք այլ կերպ ասած գայթակղություններն են։ Ռուսեն թարգմանություններում օգտագործվում է ոչ թե իսպիտանիե բառը, որ նշանակում է փորձ կամ փորձություն, այլ իսկուշենիա։ Սա ավելի ոնց որ մեզ հասկանալի երևա։ Նմանապես անգլերենում ոչ թե test, փորձել այդ temptation, որը որ նույնպես գայթակղեցնելն է։ Եվ սա համապատասխանում է ավելի այս համատեքստին եւ այս բառի թարգմանությանը, քանի որ հիշում եք Պերասմոս բառը, որ մենք նայել ենք, այն թարգմանվում է եւ որպես փորձություն, որ Աստված բարի նպատակի համար է գործածում, մենք դա տեսանք երկրորդ համարից սկսած, եւ նաեւ որպես չար նպատակով փորձություն, որը գայթակղությունն է դառնում։ Այն Աստծո հետ կապ չունի եւ այն չար հետևանք է բերում մարդու կյանքում։ Իսկ թե ինչպես հասկանանք, թե որ հատվածում ինչպես ճիշտ թարգմանել, դարձյալ մեզ հուշում է հատվածի համատեքստը։ Եվ քանի որ Հակոբոսը նշում է չարով փորձվելու մասին, հետևաբար խոսքը գնում է գայթակղվելու մասին։ Եթե հայերենում մենք դնենք այս գայթակղվել բառը, ուրեմն մենք այսպես կընթերցենք այս հատվածը։ Ոչ ոք գայթակղվելիս թող չասի Աստված է գայթակղում, որովհետև Աստված չարից չի գայթակղվում, ինքն էլ ոչ մեկին չի գայթակղում։ Յուրաքանչյուրը գայթակղվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով, այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ուրեմն այստեղ Պերասմոս այս բառը օգտագործված է գայթակղեցնել իմաստով, որոնք հետապնդում են չար նպատակներ մարդուն կործանելու համար։ Նախորդ տարբերությունում նա օգտագործեց այս բառը որպես գոյական, բայց այս հատվածում նա 5 անգամ օգտագործում այն որպես բայ։ Գայթակղել, գայթակղվել կամ գայթակղվելիս որպես դերբայ։ Մարդու գայթակղվելը կապված է մեղքի նկատմամբ ներքին մղումների ու չար ցանկությունների հետ, որը մենք կտեսնենք ուսումնասիրելով այս հատվածը։ Անկամ այն փորձությունները, որոնք Աստված թույլ էր տալիս մարդու սրտում գործելու եւ օրհնություն բերելու համար, դրանք նույնպես կարող են դառնալ արտաքին գայթակղություններ ու վատ արդյունք բերել այն ժամանակ, երբ մարդը իր սխալ արձագանքով, իր ներքին ցանկությունների պատճառով գայթակղվում է իր սրտում եւ հակառակվում Աստծո գործին, փնտրելով ոչ թե Տիրոջ կամքն ու ծրագրերը, որպես իրականանան, այլ նա փնտրում է իր մարմնական շահը, եկավոր շահը եւ փախուստ է դժվարությունների։ Ուրեմն գայթակղվել նշանակում է մոլորվել, շեղվել ճշմարտությունից,
հրապուրվել ստով եւ հավատալ այդ ստին։ Այս հատվածում առաջին գլխավոր բայը որպես պատվեր 13-րդ համարում է։ Ասում է թող չասի։ Սա ցույց է տալիս, որ հոսն այստեղ գնում է մարդու գայթակղվելու վերաբերյալ ունեցած իր կարծիքի մասին, իր վերաբերմունքի մասին։ Ինչ է նա խոսում այս գայթակղվելու գաղափարի հետ կապված։ Ինչ վերաբերմունք, ինչ հասկացողություն նա ունի։ Ինչ խնդիր կա Հակոբոսի լսարանի մոտ, որ նա պատվիրում է չասել, չխոսել սուտը գայթակղվելու մասին։ Ինչպես են նրանք ընկալել իրենց գայթակղվելը եւ ում էին մեղադրում դրա համար։ Շատ հավատացյալ հրեաներ հալածված լինելով իրենց հավատքի համար, հեռանալով Երուսաղեմից այդ ժամանակաշրջանում, հիշում եք, թողնելով իրենց տները, զանազան փորձությունների մեջ էին հայտնվել, ֆինանսական, նյութական ու հոգևոր դժվարություններ էին կրում։ Եվ շատերը արտահայտում էին այդ դժգոհությունը, տրտմությունը, տրտունջը, մեղադրելով Աստծուն անարդարության մեջ։ Նրանք չէին համաձայնում կրել այս փորձությունները ուրախությամբ, համբերությամբ, որպեսզի Տիրոջ կամքն ու ծրագրերը իրականացվի։ Հետևաբար, ցանկանալով մարմնականը, այդ ցանկությունների պատճառով մոլար մտքերի էին հավատացել ու այդ կերպ էլ խոսում ու մեղադրում էին Աստծուն։ Ահա թե ինչպես են նրանք խաբվել։ Համար 16-րդ համարում ասում եմ. «Սիրելիներս, եղբայրներս, մի խաբվեք»։ Այս ընդհանուր դիտարկումները ուրեմն տեսնելով մենք կարող ենք ասել, որպես գլխավոր միտք, թե ինչ ասում մեզ Հակոբոսը այստեղ։ Մարդը գայթակղվում է իր չար ցանկությունների պատճառով։ Մարդու գայթակղության պատճառը իր չար ցանկություններն են։ Երբ քրիստոնյան չի ընդունում Աստծո սահմանած կարգերն ու ծրագրերը, բողոքում ու տրտնջում է իր կյանքի իրավիճակներից, եւ նրա ցանկությունը կապված են երկրավոր բաների հետ, եւ նա պահանջում է Աստծուց իր ուզածները, ուրեմն նա արդեն հավատացել է այդ ստին, գայթակղվել ու մոլորվել է իր առաքելությունից, որի արմատը իր չար երկրավոր ցանկություններն են։ Ծառը առողջ կլինի, եթե արմատը առողջ է։ Հիսուս Սերմնացանի առակի մեջ ասաց, որ սերմերի մի մասը ընկնում են քարքարոտ տեղերում։ Սկզբում ուրախությամբ ընդունում են խոսքը, սակայն ասում է, երբ այդ խոսքի պատճառով գալիս է նեղություն եւ հալածանք, իսկույն գայթակղվում են ու անպտուղ են մնում։ Ինչու՞։ Քանի որ արմատ չեն գցել։ Խնդիրը արմատի մեջ է։ Ինչու են գայթակղվում։ Քանի որ այդ նեղությունների, հալածանքների մեջ չփնտրեցին Աստծո կամքն ու գործերը, չհամաձայնվեցին Աստծո հետ համբերությամբ կրելու դրանք։ Այլ իրենց ցանկություններով խաբվեցին, իրենց շահն ու հարմարությունը փնտրեցին եւ ոչ թե Աստծո արքայության գործերը։ Եվ ուրեմն իրենց սրտի արմատում նրանք ունեին իրենց ակնկալիքները Աստծուց, իրենց ցանկությունները, թե ինչու են իրենք հավատացել, այդտեղ երևում է, թե ինչ պատճառով են իրենք եկել Հիսուսի մոտ, ինչ ակնկալիքով եւ ինչ էին սպասում Աստծուց ստանալ։ Սա բացահայտում է նրանց իրական սրտի վիճակը։ Դրա համար դրանք այն պարարտ հողը չէր, որը որ ընդունեց եւ պտուղ բերեց։ Նույն պատկերի մասին խոսում է Հակոբոսը, ցույց տալով իրական գայթակղության եւ մոլորության պատճառը։ Ուրեմն ո՞րն է գայթակղվելու պատճառը։ Այստեղ տեսնելու ենք երկու հիմնավորում գայթակղվելու պատճառի մասին, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե իրականում ո՞րն է խնդրի արմատը, ո՞րն է աղբյուրը խնդրի։ Մենք կարիք ունենք հասկանալու գայթակղությունների աղբյուրը որտեղ է, որը կօգնի մեզ ճիշտ վերաբերվել դրանց եւ իմանալ դրանց հաղթահարման կերպը։ Մենք կարող ենք խնդիրը ճիշտ լուծում տալ, եթե մենք հասկանանք խնդրի բուն իմաստը, խնդիրը որտեղ է, արմատը։ Ուրեմն, ո՞րն է գայթակղվելու պատճառը։ Առաջինը, պատճառն Աստված չէ։ Պատճառը պետք չէ փնտրել Աստծո մեջ։ Առաջի հիմնավորումը։ 13-րդ համարում ենք կարդում. ոչ ոք գայթակղվելիս թող չասի, Աստված է գայթակղվում, որովհետև Աստված չարով չի գայթակղվում, ինքն էլ ոչ մեկին չի գայթակղում։ Մարդիկ մեղադրում էին Աստծուն,
փորձությունների ժամանակ իրենց անկումների համար, մեղքի մեջ ընկնելու համար, ինչպես օրինակ Եդեմական պարտեզում։ Ադամը իր գործած մեղքի համար մեղադրեց Աստծուն, ասելով, որ դու ես մեղավոր, քանի որ դու տվեցիր ինձ այս կնոջը։ Եթե դու չտայր այս կնոջը ինձ, ես չէի ընկնի մեղքի մեջ եւ մեղք չէի գործի։ Իսկ կինը ու մեղադրեց, կինն էլ նմանապես իր պատասխանատվությունը գցեց օծի վրա, ասելով օծն է մեղավոր։ Եվ այսօր հաճախ մարդիկ սատանային են վերագրում իրենց մեղքերի պատասխանատվությունը անգամ ու չեն ընդունում, որ խնդիրը իրենց սրտում է։ Այս մեղավոր հատկության արմատները կա յուրաքանչյուր մարդու մոտ։ Մարդը հակում ունի փնտրելու իր կյանքի խնդիրների պատճառը ուրիշների մեջ։ Մարդը իր ցանկությունների պատճառով մեղքի մեջ է ընկնում, սակայն մեղադրում է Աստծուն, ասելով, դե եթե դու թույլ չտայր այս իրավիճակը, ես մեղքի մեջ չէի ընկնի։ Կամ Աստծուն չեն հավատում, քանի որ եթե նա լիներ, այսքան չար բաներ, ինչու պետք է թույլ տար։ Ինչու նա չի վերացնում չարը։ Պատճառը նրա մեջ է ուրեմն։ Մարդը չի հասկանում, թե ինչ բարի նպատակներ կան Աստծո մոտ, երբ նա թույլ է տալիս փորձությունները, ինչ հրաշալի գործեր ունի Տերը մարդու կյանքում, ինչպիսի փառավոր ժողովուրդ է նա դուրս բերելու այս անփառավոր ու կործանված աշխարհից։ Եվ այս ամենը անհրաժեշտ էր, որպեսզի Տերը ստեղծեր կատարյալ ժողովուրդ հավիտենության համար, հավիտենություն մուտք գործելու համար։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց գայթակղվելը, մոլորվելը նույնպես Աստծո կամքի մեջ է։ Աստված է մեզ գայթակղում, որպեսզի մենք մեղքի մեջ ընկնենք ու այդ ընկած վիճակում դասեր քաղենք։ Այս կերպ մարդիկ իրենց վրայից գցում են դարձյալ պատասխանատվությունը, համարելով, որ իրենց մեղքի մեջ ընկնելը նորմալ է, դա նույնպես Աստծո կամքն է։ Այսօր նույնպես շատ է հանդիպում այսպիսի մոլար մտքեր հոգևոր մարդկանց մոտ, որոնք դեռ լավ չեն ծանոթ Աստծո գործելակերպին։ Օրինակ, մարդկա ծխում է ու իրեն արդարացնելու համար ասում է. Աստված այս իմ ծխելը կօգտագործի ավետարանչության մեջ։ Չէ՞ որ Պողոսն էլ հրեայի հետ հրեա եղավ, հույնի հետ հույն եղավ, որպեսզի շահի այդ մարդկանց։ Դե ես էլ երբ ծխում եմ, հնարավորություն ունեմ չգայթակեցնելով անհավատներին, իրենց նմանվելով կարողանամ քարոզել իրենց։ Տեսել եք այդպիսի դեմքեր։ Անհավատների հետ ես էլ եմ խմում, որ չգայթակղվեն ու չասեն, «Էս ինչ ծայրահեղ ես»։ Պողոսը չմասնակցեց հեթանոսների մեղքերին, այլ ընդհակառակը, նա նույնիսկ սահմանափակեց իր ազատությունը շատ հարցերում, որոնք անգամ մեղք չէին համարվում, որպեսզի չգայթակեցնելով շահի շատերին, ու մնաց նա կարծեր, թե մեղք գործելն է առիթ մարդկանց շահելու համար։ Գնամ մասնակցեմ իրենց մեղավոր գործերին, պահվածքներին, կերպարանակից լինեմ այս աշխարհին, որպեսզի նրանց շահեմ։ Սա ինչ է, ինչ որ Պողոսն արեց եւ ասաց։ Կամ մարդիկ մտածում են այսպես, որ մեղքի մեջ ընկնելով իրենք ավելի են գիտակցում իրենց մեղավոր լինելը։ Ուրեմն դա նույնպես Աստծո ուզածն է, որ ես ընկնեմ մեղքի մեջ ու այդտեղ խոնարհվեմ, ավելի խորը հասկանամ իմ մեղավորությունը։ Ոչ, Աստված քեզ դիտավորյալ մեղքի մեջ չի գցում, որ այդ կերպ քեզ հասկացնի, որ դու չափազանց մեղավոր ես։ Աստված իր խոսքում արդեն իսկ ասում է, որ մենք չափազանց մեղավոր ենք, մեր սիրտը չափազանց չար է։ Ու դու բազմիցս արդեն իսկ տեսել ես քո մեղավորությունը քո բազում անկումների պատճառով։ Այո, Աստված թույլ է տալիս, որ մարդը գնա իր ցանկությունների հետևից ու մեղքի մեջ ընկնի, բայց նա չէ դիտավորյալ քեզ գցում մեղքի մեջ։ Նա պարզապես իր պահապան ձեռքը կարող է վերցնել մարդու վրայից ու մատնել նրան իր ցանկություններին, որ մարդ անի այն, ինչ ինքն է ուզում, ինչ ինքն է ցանկանում, ինչպես կարդում ենք Հռոմեացիս առաջին գլխում, ինչպես է Տերը մատնում նրանց իրենց ցանկություններին։ Այսինքն ձեռը այո վերցնում է։ Ոմանք գուցե իրենց գայթակղվելը վերնագրեն Աստծո գերիշխանություն ու նախասահմանություն։ Դե քանի որ Աստված ամեն բան նախասահմանել է, ուրեմն այս իմ գայթակղվելը նույնպես նա է կամեցել ու ծրագրել։ Դրա համար Հակոբոսն ասում է գայթակղվելիս մի մտածի, որ Աստված է գայթակղել, որպեսզի քեզ դիտավորյալ գցի մեղքի մեջ ու քո կյանքում գործի դրանց միջոցով։
այլ իմացի, որ դա Աստծո գործելակերպը չէ, ու հետևապես քո գործողությունը պետք է լինի ընդդիմանալ այդ գայթակղությանը, ոչ թե ուրախանալ, կարծելով, թե սրանք նույնպես այդ փորձություններն են, որոնց համար ես պետք է ուրախանամ։ Գայթակղությունների ժամանակ հանձնվելու, դրանց դեմ չպատերազմելու, դրանց տրվելու դեպքում մարդը խաբվում է ու ինքնարդարացման ստին է հավատում, որը հենց այսպես է հնչում։ Աստված է ուղարկել այս գայթակղությունը, ուրեմն նա իմ այս մեղքի կամ տկարության կամ ընկած վիճակի միջոցով իրականացնի իր նպատակները։ Այս եղբայրը լրիվ խառնել է, թե ինչն է Աստծուց եւ ինչն է իր սեփական չար ցանկություններից։ Նա չի կարողանում հասկանալ, որոնք են չար գայթակղությունները, որոնց դեմ պետք է պատերազմել ու մերժել, իսկ որոնք են այն փորձությունները, որոնց ժամանակ չպետք է տրտմել ու փախչել, այլ ուրախությամբ սպասել Աստծո գործին։ Դրա համար ասում եմ, մի խաբվեք, սիրելիներս, Աստված չի կամենում, որ դու մնաս որևէ գայթակղության ու մեղքի մեջ։ Հակոբոսը հասկացնելու համար, որ Աստված չի հեղինակը կամ կամեցողը, որ դու գայթակղվես, այստեղ տալիս է երկու հիմնավորում, երկու փաստարկ, թե ինչու Աստված չէ հեղինակ այդ գայթակղության։ Նախ ասում է, Աստված չի գայթակղվում, եւ երկրորդ, Աստված չի գայթակղում։ Ինչու այս ամենը չի անում, որովհետեւ պատճառը Աստծո էության մեջ է ու նրա գործելակերպի։ Դա համար մենք պետք է լավ ճանաչենք Աստծուն, շարունակ ճանաչենք նրան, տեսնենք նրա գործելակերպերը, որպես մենք տարանջատենք, որն է իրենից եւ որը ոչ։ Ուրեմն այստեղ չի գայթակղվում բառը նույն այս պերասմոս արմատով կազմված, սակայն այն ածական է հունարենում, ոչ թե գոյական կամ բայ, այն ածական է։ Այսինքն ավելի ուղիղ թարգմանությունը կլինի չգայթակղվող։ Սա նկարագրությունն է Աստծո էության, թե ինչպիսին է նա։ Որևէ չարիք, մեղք, անօրենություն չի կարող գայթակղել Աստծուն, չի կարող ունենալ ազդեցություն, ինչպես այն ունի մարդու վրա։ Մարդը ինչու է գայթակղվում, հաջորդ համարում ավելի մանրամասն կտեսնենք։ Ասում եմ, մարդ գայթակղվում է ցանկությունների պատճառով, մարդ ունի մեղավոր ցանկություններ իր ներսում, մարդու հիմնային խնդիրը հենց ներսն է, էության մեջ է, դրա համար մեղքը գրավում է մարդուն, այն ունի ազդեցություն։ Նա առաջարկում է մարդուն, իսկ մարդը, քանի որ ունի ցանկություն դրա նկատմամբ, ունի կարիք կամ դատարկ ինչ-որ տարած, դատարկ տեղ, եւ նա կամենում է լցնել այդ դատարկությունը։ Հետևաբար տրվում է դրան։ Մարդը ունի կարիք, բայց նրա մեջ կա չար ցանկություններ լրացնելու այդ կարիքը մեղավոր, անարդար ճանապարհներով։ Այնպես ինչպես ինքն է ուզում, ինչպես ինքն է պատկերացնում։ Սրա մասին դեռ կխոսելու ենք։ Իսկ Աստված իր էության մեջ կատարելապես սուրբ է։ Նրա մեջ չկա ոչ մի ցանկություն դեպի մեղք, անօրենություն։ Նա էությամբ լրիվ հակառակ է դրան։ Ուստի եւ այդ ամենը չունի իր վրա ազդեցություն։ Ինչու չկա նրա մեջ ցանկություն դեպի որևէ բան, քանի որ նա ինքնաբավ Աստված է։ Նա չունի որևէ կարիք, որպեսզի մտածի այն բավարարելու մասին։ Նա չունի դատարկություն, որպեսզի մտածի, թե ինչով լցնեմ այդ դատարկությունը։ Հավիտյանս հավիտենից Սուրբ Երրորդություն Աստված գոյություն է ունեցել, հավիտյանս նա չի ունեցել եւ հավիտյան չի ունենա ոչ մի բաց տեղ, ոչ մի պակասություն կամ որևէ կարիք։ Գիտեք ինչու, քանի որ գոյություն չունի եւ չի կարող ունենալ որևէ մի բան կամ որևէ մի անձ, որը կարող է անգամ համեմատվել կամ կշեռքի վրա դրվել Սուրբ Երրորդության արժեքի, գեղեցկության եւ նրա փառքի ճոխության հետ։ Չկա մի բան երրորդությունը Աստծուց դուրս, որ Աստված նայեր որևէ այդ մի բանին, այդ օբյեկտին ու զարմանքով ասեր. «Վաու, ես էլ եմ ուզում ունենալ դրանից։ Ես էլ եմ ցանկանում այն»։ Չկա նրանից մեծը, չկա նրանից լավն ու գեղեցիկը, չկա նրա գիտությունից դուրս մի որևէ բան, որ Աստված շո մի նոր բան իմանա ու ասի ես ցանկանում եմ այն, ով կտա ինձ։
Սուրբ է Տերը մեր։ Նա հավիտենապես անսահմանորեն, չգիտեմ ինչ բառ կարելի ասել, նա տարբեր է ամեն ու ամեն բանից հավիտենական չափանիշներով։ Նրա արժեքը անսահման բարձր է ողջ տիեզերքի հարստությունից ու փառքից։ Հետևաբար ոչինչ չի կարող գրավել Աստծուն, զարմացնել ու դառնալ նրան ցանկալի կամ առաջացնել կարիք նրա մեջ։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանս վայելել են միմյանց, ու այդ մեկությունից դուրս չկա ու չի կարող լինել ավելի թանկ կամ գեղեցիկ որևէ մի բան։ Պատկերացնում ես այդ անսահման հարստությունը Աստված որ մեզ է տալիս, որպես բաժին, որպես հավիտենական գանձ, որպես մենք նույնպես մտնենք իրեն վայելելու այդ հնարավորությունը, այդ շփում, այդ հաղորդակցությունը։ Իսկ ինչ է անում մարդը, ինչպես այն հեշտությամբ խաբվում ու փոխում այդ հավիտենական գանձը, ինչ որ աշխարհի ունային գանձերի հետ, ունային վայելքների հետ։ Ուրեմն Հակոբոսը գրում է հիմնավորում խոսելով Աստծո էության մասին, ինչպիսին է Տերը։ Մի կարծիր թե Աստված որևէ կապ ունի գայթակղության հետ կամ ցանկանում է որ դու գայթակղվես ու մեղք գործես։ Ինչպես կարող է նա մարդուն գայթակղության մեջ գցել, եթե ինքը էությամբ այնքան սուրբ է ու հեռու մեղքից, որ նրա մեջ անգամ ցանկություն չի կարող լինել դեպի մեղք։ Քանի որ նա չի գայթակղվում ինքը չարով, հետևաբար երկրորդ պատճառը կամ հիմնավորումը նա չի գայթակղում չարով մարդուն։ Նրա էության պատճառով անհնար է որ Աստված կամենա գայթակղել չարիքով կամ կամենալ որ մարդ ընկնի մեղքի մեջ։ Աստված չի կարող իր էությունից դուրս գործել, իր սրբությունից, իր արդարությունից, իր ով լինելուց մի կողմ, մի ուրիշ գործունեություն ծավալել, որտեղ նրա ամեն գործերը, ամեն արարքները ծնվում են իր էությունից։ Եվ ցույց են տալիս այդ էությունը։ Ուրեմն մի խաբեք Աստծո զավակներ, ճանաչեք Աստծո էությունը, սրբությունն ու կատարելությունը, որպեսզի ճիշտ ընկալեք երկրավոր ձեր կյանքը։ Ուրեմն Հակոբոսը իր լսարանին հիմնավորելով իրենց մոլորված մտքի վիճակը ու սովորեցնելով թե ինչում են իրենք սխալ մտածում, այնուհետև խոսում է գայթակղվելու աղբյուրի մասին, թե իրականում որտեղից է այն սկիզբ առնում, որն է գայթակղվելու պատճառը։ Երկրորդ գայթակղության պատճառը չար ցանկություններն են։ 14 եւ 15-ը յուրաքանչյուրը գայթակղվում է իր իսկ ցանկությունից, հրապուրվելով ու խաբվելով, այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ուրեմն այստեղ Հակոբոսը տալիս է հիմնավորում իրական պատճառի մասին եւ փաստեր կամ հիմնավորում բերելու համար նա տալիս է չար ցանկությունների 3 նկարագրություն, որ մենք պետք է այստեղ ուսումնասիրենք։ 3 նկարագրություն։ Չար ցանկությունը մոլորեցնում է, այն ծնում է մեղք եւ այն տանում է դեպի մահվան։ Ուրեմն երբ մենք խոսում ենք գայթակղվելու մասին, առաջինը մեր մտքին գալիս է երևույթներ կամ անձեր, որոնք գայթակղություն են հանդիսանում մեկ ուրիշի համար, որոնց կարելի է կոչել արտաքին գայթակղություններ։ Մենք փորձում ենք մեր ներքին գայթակղված վիճակի համար պատճառը փնտրել մեզնից դուրս, ոչ միայն Աստծո մեջ, այլ նաև մարդկանց կամ այս աշխարհի վիճակի մեջ։ Այնինչ Հակոբոս ասում է պատճառը ձեր ներսում պետք է փնտրել։ Իհարկե դրսից գայթակղություններ կան եւ գալու են, դրանք ունեն իրենց ազդեցությունը մարդու վրա։ Եվ ամեն գայթակղեցնող ինքը պատասխանատու է Աստծուն իր չար ազդեցության համար, եթե դրա մեջ կա իհարկե իր մեղքի բաժինը։ Շատ դեպքերում մարդը երբ տարված է իր սեփական ցանկություններով, դառնում է պատճառ դիմացինի գայթակղության համար։ Նախ ինքն է գայթակղվում իր սրտում, իր ցանկությունների պատճառով, եւ նա դառնում է գայթակղություն իր շուրջիների համար։ Դրա համար եւ դու գայթակղություն ես լինում որևէ մեկի համար, մի կարծիր, որ դա միայն դիմացինի խնդիրն է։ Դե թող ինքը իր ցանկությունների խնդիրը լուծի ու չգայթակղվի ինձնից։ Ոչ, ավելին, դա քեզ համար ավելի մեծ խնդիր է։ Հիշում եք Հիսուսն ասաց Մատթեոս 18:7. «Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով,
որովհետև հարկ է որ գայթակղությունները կան, սակայն վայ այն մարդուն, որի միջոցով կգան այդ գայթակղությունները։ Հետևաբար, երբ դու որևէ կերպ գայթակղություն ես լինում, ապա քննիր քո անձը։ Գուցե դու քո ցանկություններին ես ծառայում, եւ դու ինքդ նույնպես գայթակղված ու մոլորված ես քո ցանկությունների ետևից գնալով։ Պողոսն այս իմանալով ասաց, ես անգամ միշտ չեմ ուտի, եթե մեկը կգայթակղվի դրանով։ Սա այն դեպքում է ասում, երբ որ միշտ ինքնին ոչ մի խնդիր չէ։ Բայց քանի որ այն ցանկություն է, Պողոսը պատրաստ է անգամ այդ ցանկությունից հրաժարվել։ Յուրաքանչյուր քրիստոնյայի պատասխանատվությունը չլինել ուրիշների գայթակղության պատճառ եւ չտարվել սեփական ցանկություններով, որը նույնպես տանելու է գայթակղության, թե իրեն եւ թե իր շուրջիններին։ Մի օրինակ կարող եմ բերել։ Հակոբոսը իր նամակի մեջ շատ է խոսում ֆինանսներից, հարստությունից, աղքատությունից։ Մի օրինակ բերենք այդ ոլորտից։ Եթե ես ունեմ ցանկություն շատ փող ունենալու ու որոշեմ գնալ այդ ցանկության իրականացման ետևից, ապա այդ ցանկությունը ինձ մղելու է համապատասխան գործողությունների։ Զբաղվելու այնպիսի գործունեությամբ, որոնցով ես կիրականացնեմ իմ ցանկությունները, որը ենթադրում է շատ ժամանակ ու կարողություններ օգտագործել այդ ուղղությամբ։ Հետևաբար ես ընկնելու եմ հետևյալ փորձության մեջ։ Կտրելու եմ ինձ Աստծո խոսքի ուսուցումից, հոգևոր ծառայություններից ու շփումներից, ու իմ կյանքի մեծ մասը անցնելու է իմ մեղավոր ցանկության իրականացման համար։ Այն երազանքը, որը որ ես ունեմ իմ սրտում, որը որ կապված է երկրի հետ, ժամանակավորի հետ, ժամանակավոր գանձերի հետ։ Եվ սա բերելու է վատ հետևանքներ իմ հոգևոր կյանքում։ Եվ դու ընկնում ես այսպիսի փորձությունների մեջ, ու այսպիսի հետևանքներ են գալիս քո կյանքում, ուրեմն պատասխանատվությունը մի գցիր Աստծո վրա։ Մի ասա, դե Աստված ուղարկեց այս գայթակղությունը կամ այս փորձությունը, ուրեմն ինքը գործ ունի անելու այս իմ իրավիճակների միջոցով։ Ոչ Աստված գործ պիտի աներ քո կյանքում իր խոսքի ուսուցման միջոցով, իր հետ շարունակական շփման միջոցով։ Իսկ դու այն թողեցիր, Աստծո հստակ գրված միջոցները դու թողեցիր եւ գնացիր քո երկրավոր երազանքի ետևից։ Եվ հետո մենք մեզ արդարացնում ենք, թե Աստված ողորմած է, այս իրավիճակում էլ կգործի իմ կյանքում, իմ անձը կփոխի, ինձ կնմանեցնի Հիսուսին եւ այլ արդարացումներ։ Բայց ես մերժել եմ Աստծո մեթոդները։ Դա հավասար է նրան, որ ես մերժում եմ Աստծո կամքը։ Որտեղ նա որոշել է ինչպես պետք է իմ անձը կերտի։ Նա է մեթոդները տալիս։ Սա քո մեղավոր ցանկությունների հետևանքն է, որովհետև դու սիրեցիր փողը ու դրանից եկած երկրավոր հնարավորությունները։ Դու սիրեցիր այս աշխարհի նյութական բարեկեցությունն ու աճույքները։ Պողոսը տեսեք ինչ է ասում Տիմոթեոսին։ Առաջին Տիմոթեոս 6:9-10։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, տեսեք ցանկությունը հարստության։ Ինչ է լինում։ Գայթակղության, որոգայթի եւ բազում անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի եւ կորստյան մեջ։ Ինչու՞, որովհետեւ արծաթասիրությունը, այն քո երազանքը, որ դու ունես, որ դու սիրում ես, բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով ոմանք հավատից մոլորվեցին ու իրենց բազում ցավեր պատճառեցին։ Ո՞վ է տալիս այս օրինակը մեզ։ Տերն է տալիս այն իր խոսքում։ Նշանակում է այն լուրջ դեր ունի մեր կյանքում։ Եթե նա ասում է արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, այստեղ խոսում է այդ հենց կոնկրետ այդ օրինակի լրջությունը մեր կյանքում ու դրա բերած հետևանքների լրջությունը։ Ահա թե ինչպես է գործում մարդու մեղավոր ցանկությունը ու տանում գայթակղության։ Նմանապես բոլոր տեսակի չար ցանկությունները դառնում են այսպիսի գայթակղության պատճառ։ Հաճախ մեզ համար դժվար է զանազանել, թե որ փորձություններն են բարի նպատակի համար, իսկ որոնք չար։ Դրա համար Հակոբոսն ասում է, ով իմաստության պատասխան ունի, թող խնդրի։ Եվ Տերը կտա հասկացողություն։ Թող նա Աստծուն դիմի, թող իր խոսքը սովորի։
որպեսզի նա կարողանա զանազանել։ Եթե դու զանազանես քո ցանկությունները Աստծո կամքից, այն կօգնի քեզ հասկանալ, թե որ իրավիճակներն են Աստծուց, իսկ որոնք են քո մեղքի հետևանքը։ Երբ մեր ներսում սրբացումը տեղի ունենում, երբ մեր մեղավոր ցանկությունները փոխարինվում են արդարության, սրբության ձգտումով, Հիսուսին նմանվելու ձգտումով, ահա այստեղ է մեր չգայթակղվելու բանալին։ Երբ որ քո մեղավոր ցանկությունը դու փոխարինում ես աստվածային նպատակներով եւ նրա կամքով։ Թե գայթակեցնողը եւ թե գայթակղվողը ունեն նույն խնդիրը՝ իրենց սեփական ցանկությունները։ Դրա համար ինչ իրավիճակում էլ քեզ տեսնես, ոչ թե դիմացինին դատի, այլ քո սրտի չար ցանկությունները հայտնաբերի։ Քննիր, ջրի երես բեր ինքդ քեզ։ Նախքան կտեսնենք այս ցանկության նկարագրությունները, նախ պետք է ասել, որ հունարեն այս բառը չեզոք տերմին է, այն կարող է լինել եւ բարի, եւ չար։ Օրինակ Հիսուսն այն օգտագործեց իր աշակերտներին ասելով. շատ ցանկացա իմ չարչավելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Նույն ցանկություն բառն է, բայց այստեղ օգտագործված է որպես բարի ցանկություն։ Բայց շատ ավելի հաճախ այն ծուգերքում օգտագործվում է նաեւ բացասական իմաստով։ Դարձյալ մեզ համար որոշիչ է համատեքստը։ Թե որ դեպքում հեղինակը ինչ իմաստով է օգտագործում։ Աստված է դրել մեր մեջ ցանկանալու գաղափարը, բայց այն կհամարվի բարի, եթե միտված է Աստծո կամքը փափագելու եւ կատարելու։ Հետևաբար այն կհամարվի չար, եթե հակասի Աստծո կամքին, նրա ծրագրերին, նրա մտադրություններին։ Ուրեմն այստեղ ասացն է, որ մարդը գայթակղվում իր ցանկություններից հրապուրվելով եւ խաբվելով, ուրեմն առաջին նկարագրությունը ցանկության չար։ Այն մոլորեցնում է մարդուն։ Այն մոլորեցնում է մարդուն։ Այստեղ նա օգտագործում է այս երկու բառը հրապուրվել ու խաբվել նախ։ Այս երկու տերմինները օգտագործվում են ձկնորսության հետ կապված, թե ինչպես է ձուկը հրապուրվում ու խաբվելով բռնվում։ Եվ նաև օգտագործում է այս տերմինը ամբարոք կանանց վերաբերյալ, թե ինչպես է նա հրապուրում ու մոլորեցնում մարդուն։ Օրինակ ինչպես Առակաց 7-րդ գլխում, երբ որ նկարագրում է, թե ինչպես է ամբարոք կինը հրապուրում իր խոսքերով երիտասարդին, գայթակղում եւ տանում իր տուն։ Իսկ երիտասարդը խաբվելով գնում է նրա ետևից։ Գրված է ինչպես անասունը գնում սպանդանոց մորթվելու։ Ինչու՞։ Իր ցանկությունների պատճառով։ Հունարեն հրապուրանք բառի արմատը քաշել իմաստն ունի։ Մի բան, որը ունի քաշող, ձգող, գրավող ուժ, ինչպես օրինակ ձուկը, երբ նրա ուտելու ցանկությունը տանում է իրեն դեպի կարթի վրա դրված ուտելիքը։ Այդ ուժգին ցանկությունը նրան կուրացնում է ու տանում է իր ետևից։ Քաշում է դա իրականացնելու։ Եվ ձուկը այդ ցանկությունը բավարարելու համար գնում է դրա ետևից, հնազանդվում է այդ ցանկությանը եւ բռնվում է։ Երկրորդ տերմինը խաբվելն է։ Այն օգտագործվում է նաեւ Պետրոսի նամակում, առաջին Պետրոս 2:18, ասում է, որովհետեւ ունայն եւ ամբարտավան բաներ խոսելով, գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։ Հատվածում խոսում է մոլորեցնողների մասին, որոնք խաբում են հավատացյալներին ու փորձում են քաշել դեպի իրենց, հավատացնելով իրենց ստին։ Նույն այս ցանկություն եւ խաբվել բառերն են օգտագործված։ Ինչպես ձուկն է խաբվում այդ կերակուրի տեսքով, կարծելով այն կբերի իրեն բավարարում ու կյանք, սակայն ուտելուց հետո այն տանում է դեպի մահ։ Ահա մարդու չար ցանկությունների մոլորությունը, գայթակղությունը, այն հրապուրում եւ խաբում է մարդուն։ Իսկ ինչպես չխաբվենք մեր ցանկություններից։ Այս հարցը դուր քեզ։ Ում համար ես դու ապրում այս օրը եւ ամեն օրը։ Ում ցանկություններն ես կատարում ամեն օր։ Քո թե Հիսուսի։ Այս հարցում դու պետք է անկեղծ լինես, անկեղծ քննես քեզ։ Ամեն օրը
Ում ցանկությունն ես կատարում։ Հիսուսն ասաց վերջին օրը շատերը կասեն. Տեր քո անունով մեծամեծ գործեր ու հրաշքներ արեցինք, սակայն Հիսուս կասի. Ես ձեզ չեմ ճանաչում, անօրենություն գործողներ, ինչու՞։ Որտեղ դուք իմ հոր կամքը չեք կատարել։ Դուք իմ հոր կամքը չեք կատարել։ Կապ չունի ինչ ծառայություններ ես արել անգամ, ինչ հրաշքներ ես արել։ Դու իմ հոր կամքը չես կատարել։ Դուք իրականացրել եք ձեր ցանկությունները, ձեր մեթոդները, ձեր պատկերացումները։ Դու իրապես հասկացել ես հոր կամքի համաձայն ապրած կյանքի էությունը։ Դու կարող ես ճշմարիտ գնահատական տալ քո ցանկությունների բարի կամ չար լինելուն ըստ Աստծո խոսքի, ըստ այդ հայլի։ Ամեն օրդ ապրիր որպես հնարավորություն հոր կամքը կատարելու։ Քանի որ չգիտես դեռ դու քանի օրում ես այս երկրի վրա։ Այսօրն է ցանկություններից հետ, երազանքներից հետ հրաժարվելու օրը։ Այսօրն է Տիրոջ կամքը կատարելու օրը։ Մի երկմտիր։ Երկմտողը նման է ալիքին, տատանվում է աչուձախ ու ի վերջո ընտրում է իր ցանկությունը, որտեղ նա չի որոշել հիմնովին ես պիտի ապրեմ Աստծո համար իմ ամեն օրը։ Ոչ մի երկրավոր ցանկություն մի պահի սրտումդ։ Այստեղ է իրական հոգևոր արթնության սկիզբը, այստեղ է ցանկություններից չմոլորվելու լուծումը։ Այսօր պետք է մերժես, օրինակ, ծխելու ցանկությունը, շնության ցանկությունը, հարստանալու մոլուցքդ, ագահությունդ, նյութապաշտությունդ, հեշտասիրությունդ, հարմարավետությունդ, հանգիստդ, ցուցամոլությունդ, նախանձդ, հպարտությունդ։ Այսօրն է Աստծուն ծառայելու հնարավորությունը, որը ունի վճարելու գին, եւ այդ գինը այսօր քո ցանկությունների հրաժարումն է։ Սա է աշակերտության գինը։ Սիրելիներս, ամենքից անհատական, իրական ու հարատևող արթնություն է պետք։ Ապրիր այն իմաստուն կույսերի նման, ովքեր Հիսուսի գալուստին սպասում էին ամեն օր ու այդ օրը ապրում էին նրա կամքը կատարելով։ Իսկ մենք ուզում ենք մեր երկրավոր հարմարավետությունը ստեղծենք, ինչ որ կարանք վայելենք, ծառայության օրը կգա։ Ահա այդ խաբկանքը, մեր ցանկություններից խաբված վիճակը։ Մյուս հարցը, չար ցանկությունների նշանակետը ի՞նչն է։ Անմիջականորեն ինչի վրա է ազդում մարդու ցանկությունը։ Ամենառաջինը ում հետ է զրուցում այն կամ կիսվում իր զգացմունքներով, իր երազանքներով, ում հետ է նա խոսում։ Առաջին նա խոսում մարդու մտքի հետ։ Դա հենց երևում է այս երկու բառերից՝ հրապուրանք ու խաբկանք, որովհետև մարդու միտքն է հրապուրվում, մարդու միտքն է խաբվում ինչ որ մի գաղափարից կամ ցանկությունից։ Մարդը խաբվում է, երբ իր մտքում հավատում է կամ համաձայնվում է այդ ստի հետ, այդ ցանկության առաջարկի հետ։ Եվ այդտեղ սկսվում այս գործընթացը, մոլորվելու գործընթացը։ Ինչպես օրինակ, երբ դու ցանկանում ես ձեռքդ բարձրացնել, այն իրականում հետևյալ ընթացակարգով է լինում։ Քո ցանկությունը իր ուզածը արտահայտում է կամ ներկայացնում է քո մտքին, դու սկսում ես մտածել դրա մասին, ու երբ քո միտքը համաձայնվում է այդ ցանկության հետ, հետո մարդը որոշում է կայացնում իրականացնել այդ ցանկությունը։ Դա պարզապես մի ակնթարթի մեջ է, որ մենք չենք էլ նկատում, թե ինչպես են տեղի ունենում։ Այդ որոշումը ուրիշ խոսքով ասած մարդու կամքն է, կամքի արտահայտումն է։ Ահա ես ունեցա այդ ցանկությունը, բայց նախ պետք է մտածեմ այդ ցանկության մասին ու հետո որոշեմ իրականացնել այն թե ոչ։ Ու այդ որոշումից հետո այն դառնում է գործողություն։ Ցանկությունը եւ կամքը դրանք տարբեր բաներ են։ Կամքը դա մարդու որոշումն է, համաձայնությունն է։ Երբ ես համաձայնվում եմ իմ մտքով այդ ցանկության հետ, միտքս հրահանգ է տալիս ձեռքիս եւ ձեռքը իրականացնում է այդ հրահանգը։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Եթե իմ ցանկությունն ասում է ինձ,
ես ուզում եմ գնալ Չինաստան։ Հիմա ինչ, եթե իմ մեջ ծնվեց այդ ցանկությունը, ես հայտնվեցի հիմա Չինաստանում։ Ոչ։ Որքան էլ ուժեղ ես ցանկանամ այս պահին, այն չի իրականանա այդ վայրկյանին։ Նա իր ցանկությունը հայտնում է մտքին, իսկ ինչ ասում միտքը։ Միտքը այդ պահին վերլուծում է այդ ցանկությունը։ Ու ինչ է պատասխանում։ Ասում ես դու գիտես, ինչեր են անհրաժեշտ, որ դա իրականություն դառնա։ Միտքը սկսում է վերլուծել այդ ցանկությունը իրականություն դարձնելու ճանապարհները, միջոցները եւ հնարավորությունները, որպեսզի գնահատական տա կամ պատասխանի, կարող ենք դա իրականացնել թե ոչ։ Մարդու ցանկությունը անզոր է միայնակ գործողություն իրականացնելու համար։ Նրան անպայման պետք է գործընկեր եւ այդ գործընկերը նրա մարդու միտքն է։ Դրա համար մարդու չար ցանկության անմիջական գործը մտքի հետ է։ Եվ նրա հրապուրանք ու խաբրությունը ուղղված է մտքին։ Եթե այն համոզեց մտքին իր ուզածը եւ միտքն էլ հավատալով այդ ցանկությանը սկսի մտածել դրա իրականացման մասին, ապա միտքը արդեն պարտված է։ Այն անցնում է գործի, այն աշխատում է արդեն իրականություն դարձնելու այն, ինչ ես ցանկացա։ Այստեղ է որոշիչ պահը։ Այստեղ է մարդու պատերազմը եւ չար ցանկության դեմ հաղթանակ տանելու պահը։ Ու այն սպանելու ժամանակը, այլապես այն կդառնա մեղավոր գործողություն ժամանակի ընթացքում։ Այստեղ է որ Հիսուսի միտքն ունեցողը, Աստծո խոսքով նորոգվող միտքը անմիջապես զանազանում է չար ցանկության խորամանկ գործունեությունը եւ գործում է հակառակ դրան եւ տոնում է հաղթանակ հենց այդ պահին։ Ուրեմն ցանկությունը եւ միտքը նրանք երկու գործընկերներ են, նրանք գործում են միասին կամ իրականացնելու բարին, կամ իրականացնելու չարը, առանց մեկը մյուսի չի կարող գործել։ Քանի որ սեփական ցանկությունները խաբում են մարդուն, ուրեմն չպետք է վստահել ու հավատալ այդ ցանկություններին։ Այլ հոգևոր միտքը պետք է քննի, թե որքանով է այն Աստծո կամքը իրականացնում։ Որից հետո պատասխան տա ցանկությանը. այո, մենք իրականացնելու ենք սա, կամ ոչ, մենք դա չենք իրականացնելու։ Ու այստեղ այդ չար ցանկությունը կպարտվի։ Ու տեսեք հաջորդ բառի իմաստը, թե ինչ գեղեցիկ ձևով կապված է այս նույն գաղափարի հետ։ Հաջորդ նկարագրությունը երկրորդ։ Չար ցանկությունը ծնում է մեղք։ 15-ում ասում է այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում։ Ինչ է տեղի ունենում, երբ միտքը չի մերժում չար ցանկությունները ու չի գնում հոր կամքի կատարման ետևից։ Ինչ է լինում, ցանկությունը սկսում է հղանալ։ Ուրեմն այստեղ այնուհետև բառը նախ ասեմ, որ ցույց է տալիս գործընթացի շարունակությունը։ Ինչ տեղի ունեցավ, ու այնուհետև տեսեք ոնց է գործընթացը շարունակվում։ Հաջորդ զոհը, չար ցանկության հաջորդ զոհը մարդու որոշումը, կամքն է, որոշման վրա իր ազդեցությունն է։ Հունարեն հղանալ բառը շատ հետաքրքիր բառ է, այն օգտագործվում է 3 տարբեր իմաստներով՝ բռնել, հղիանալ կամ օգնել։ Եվ այս ամենը միասնական մասնակցության միջոցով։ Սուրբ գրքում տարբեր համարներում այս 3-ը տարբեր կերպով օգտագործվում են։ Ուրեմն սա սուլամբանո բառն է, բաղկացած է երկու արմատից։ Սունը նշանակում է միասին կամ միասին մասնակցություն ինչ-որ գործին, իսկ լամբանո նշանակում է բռնել։ Ինչպես հղիությունը երկու անձի միասնական մասնակցության միջոցով է տեղի ունենում, հիմա այս համեմատության միջոցով Հակոբոսը ցույց է տալիս, որ երկուսի մասնակցության միջոցով ծնվում է այս հաջորդ ընթացքը, շարունակվում այս հաջորդ ընթացքը դեպի մեղք, ծնվում է մեղքը։ Որոնք են այս երկու մասնակիցները։ Կռայեցիք նախորդ հատվածից։ Միտքն ու չար ցանկությունը, չէ՞։ Չար ցանկությունը եւ մարդու խաբված միտքը։ Երբ այս երկուսը դառնում են համախոհներ, իսկ միտքը համաձայնություն է տվել այդ չար ցանկությանը իրականություն դարձնելու, նրանք միասին շարունակում են գործողությունը։
ու միասին ի՞նչն են բռնում։ Նրանք երկուսով գերի են բռնում մարդու կամքը, որից հետո մարդը որոշում է իր կամքով գործնականում իրականացնել այդ չար ցանկության երազանքը եւ արդյունքում տեղի ունենում գործնական մեղք, կամ ուրիշ խոսքով ասած, այն, ինչ Աստծո կամքի ու ծրագրից դուրս էր։ Երբ հասնում է որոշում կայացնելու ժամանակը, երբ քո կամքը արդեն ձևավորվել է, պետք է քեզ հարց տաս. արդյոք իմ միտքը ճիշտ վերլուծություն է արել իմ մեջ եղած ցանկությունը։ Գուցե քո միտքը սխալվել է Աստծո կամքի ճիշտ ճանաչողության մեջ, այս կոնկրետ ինչ-որ հարցի շուրջ։ Գուցե այն քո ցանկությանը տվել է բարի գնահատական, այնինչ այն իրականում չար էր ու այն քեզ մոլորեցրել է։ Այն գրավել է քո միտքը։ Դրա համար պետք է միտքդ ուղղես Աստծո խոսքին ստուգելու, արդյոք քո խոսքի ճանաչողության գիտելիքները տվյալ խնդրի մասին բավական են, որպեսզի դու իրապես հասկանաս Աստծո կամքը այդ հարցի լուծման համար։ Գուցե դու ինչ-որ բան սխալ ես մեկնաբանել Աստծո խոսքից ու եկել ես սխալ եզրակացության։ Դրա համար մենք կարիք ունենք Աստծո իմաստությամբ լցված հասուն եղբայրների խորհրդի, քանի որ Առակաց 11:14-ն ասում է ժողովուրդը առանց առաջնորդության կընկնի, բայց խորհուրդների բազմությամբ փրկություն կլինի։ Շատ հաճախ մենք չենք կարող նկատել մեր սխալ համոզմունքների կամ մեր սխալ մտքերի արմատը կամ ինչ լինելը, մոլորված լինելը թե ոչ։ Եվ մենք կարիք ունենք մեկս մյուսի, որպեսզի քույրս եղբայրս գա Աստծո խոսքով ու ինձ օգնի, որ ես լուսավորվեմ այդ խոսքով։ Մանուկ քրիստոնյաները առաջնորդվում են իրենց զգացմունքներով, կարծելով, թե պետք է լսել իրենց սրտի ձայնին։ Իսկ եթե զգացմունքներիդ հակառակ գործես, ապա դու կեղծավոր կլինես։ Դրա համար պետք է քո սրտի զգացմունքներին հետևես, թե չէ կեղծավոր կհամարես։ Ոչ, կեղծավորությունը կապված չէ զգացմունքների հետ, այլ մտքի ճանաչողության։ Ինչպես Հիսուս անվանեց փարիսեցիներին կեղծավորներ, ոչ թե այն պատճառով, որ նրանք իրենց զգացածից հակառակն էին անում, այլ այն պատճառով, որ նրանք իմանալով Աստծո օրենքը եւ իրենք էին մոլորվում, չկատարելով դա, եւ ժողովրդին սովորեցնում էին այն, ինչ իրենց շահն էր, ավելացնելով կամ պակասեցնելով գրվածքները։ Այսինքն գործում են իրենց հասկացողությանը հակառակ, այն ինչ որ տեսել են գրքում գրված։ Այստեղ է կեղծավորությունը, իսկ զգացմունքներով չպետք է առաջնորդվել, այլ ընդհակառակը, պետք է բացահայտել մոլորեցնող զգացմունքները ու դրանց լռեցնել եւ կատարել այն, ինչ ճշմարտությունն է։ Զգացմունքները եւ ցանկությունը պետք է հնազանդվեն ճշմարտությանը, գրվածքին։ Եվ ճշմարտության կատարումով, երբ որ քո միտքը արթուն է, խոսքը կատարում է, այդ կերպ դու քո անձը ամբողջովին իր ողջ մասերով հնազանդեցնում ես, որպեսզի ձևավորվի այդ ճշմարտությամբ։ Թե չէ մեր զգացմունքները ձևավորվում են աշխարհային գաղափարներով, ճիշտ ու սխալով, ու այդպես են ցանկանում կամ չեն ցանկանում։ Երբ քո զգացմունքները քեզ ասում են, հավես չունեմ եկեղեցի գնալու, հավես չունեմ կարդալու, չեմ առաջնորդվում ավետարանելու, չեմ ուզում շփվել այս մարդու հետ կամ այն մարդու հետ, չեմ զգում կամ անունը դնում են հոժար չեմ, որ Աստծո գործի մասնակցեմ անգամ իմ հանգանակությամբ, որտեղ անգամ այդ հոժարություն բառը, որ գրված է, այն զգացմունքների մասին չէ, թե ես ոնց եմ զգում, ինչքան մասնակցեմ Աստծո գործին, իմ զգացմունքներն ինչ են ասում, դա էլ այդ զգացմունքների մասին չէ, այն դարձյալ կապված է ճշմարտության ճանաչողության հետ, հասկացողության հետ, երբ մարդը գիտակցված քայլ է անում, հասկանալով նպատակը, հասկանալով կոնկրետ ֆինանսների ճիշտ տիրապետման ու գործածման սուբգրային սկզբունքները, թե ինչ է Տերը ասում այդ հարցի մասին։ Հոժարությունը կապված է այդ գիտակցության հետ, ճշմարտության ճանաչողության հետ։ Կամ մեկ օրինակ բերենք, նստել ենք տաքսի ու մտածում ենք, ավետարանեմ այս մարդուն, թե ոչ։ Ինչ եմ զգում, ինչ եմ առաջնորդվում այս պահին։ Եթե հարցնես քո զգացմունքներիդ այդ պահին, ապա այն կխոսի քո հարմարավետության մասին, քո վախերի, քո ամաչկոտության։ Այնինչ դու պետք է հնազանդվես Աստծո պատվերին, ով ասում է, վկայիր Հիսուսին,
անգամ երբ քո զգացմունքները դեմ են խոսում, որտեվ այդտեղ Սուրբ Հոգին է առաջնորդելու քեզ, եւ որ դու խոսես, նա քեզ տալու է խոսք ինչ ասես։ Դու քո քայլն արա, դու հնազանդություն ցույց տուր, դու առիթը բաց մի թող։ Դարձյալ անցյալ թեմային ենք վերադառնում։ Ամեն օրը չէ՞ մենք պետք է ապրենք Աստծո նպատակի համար։ Իսկ մենք մտածում ենք դե լավ, վաղներ եմ էլի տաքսի նստելու։ Վաղը կավե տանեմ, օրինակ։ Եվ այսպես հազարավոր օրինակներ կարելի է բերել ամեն հարցի շուրջ, թե ինչպես է հոգևոր մանուկը առաջնորդվում իր ցանկություններով ու զգացմունքներով, չսովորելով Աստծո գիտությունը շարունակապես ու ամբողջապես։ Ունենալով շատ փոքր գիտություն, մարդը կարծում է, թե ամեն բան գիտի, իրեն համարում է հասուն հոգևոր, այնինչ իր միտքը խաբված է իր զգացմունքներով ու ցանկություններով, եւ դա նա չի նկատում, նա չի քնում, նա չի զբաղվում դրանով, նա չի փորձում հասկանալ, քնել իր անձը։ Քո կամքը որոշումները թող առաջնորդվեն ոչ թե ապականված զգացմունքներով, չար ցանկություններով, այլ նորոգված մտքով, Տիրոջ խոսքի միջոցով։ Եվ այդ դեպքում է, որ քո զգացմունքներն ու ցանկություններն էլ կսկսեն նորոգում ապրել։ Ուրեմն ինչ է լինում, երբ մարդու կամքը եւ որոշումը առաջնորդվում են չար ցանկության ու խաբված մտքի կողմից, դրանց համախոհ գործունեությունից ինչ է լինում, ասում են մեղքն է ծնվում։ Ծնվում է մեղքը։ Չար ցանկությունը մեղքի մայրն է։ Այս դեպքում վիժումը բացառված է եւ մեղքի ընթացքը երաշխավորված։ Հունարեն մեղք բառը խամարտիա, նշանակում է նշանակետից վրիպել։ Այսինքն շեղվել Աստծո կամքից, մտադրություններից, նպատակից եւ ընթանալ շեղված ուղղությամբ։ Շեղվել այն առաքելությունից, ինչի համար Աստված քեզ արարել է ու պահում է քո կյանքը այս երկրի վրա։ Վատնել կյանքն անիմաստ, վատնել կորստյան ենթակա գանձերի համար եւ ոչ թե հավիտենական նայում գանձերի։ Սա շեղումն է այն ինչ համար որ դու արարված ես։ Իր հիմնական գլոբալ իմաստով։ Եվ ի՞նչն է այս շեղման պատճառը։ Քո չար ցանկություններն ու զգացմունքները, քո խաբված ու քնած միտքը, քո ապականված կամքի որոշումները։ Դրա համար մի մեղադրի Աստծուն։ Քո գայթակղելու պատճառը քո սրտում է։ Ով ես դու, որ մեղադրում ես Աստծուն։ Ով ենք մենք։ Փոշի ու մոխիր։ Ով ենք մենք, որ Աստծո դեմ որևէ բան կարողանանք խոսել։ Պատկերացրեք Հոբի ապրումները, երբ նա ապաշխարեց հողի մոխի մեջ, եւ տեսավ Աստծո սրբությունը, մեծությունը եւ համատած իր ոչնչությունը։ Իր մեղքից ապականված խորությունը։ Եվ այսինչ խորությունից է Տերը մեզ հանում։ Այսինչ ցեխի մեջից է մեզ հանում ու լուսավորում, որ մենք տեսնենք, ճանաչենք իրականությունը։ Կարևորը այս տեքստում տեսնել հետևյալը, որ հունարենում մեղք բառից առաջ դրված չէ որոշիչ հոդ։ Հունարենում մի տարբերություն հայերենի որոշիչ հոդը առանձին մի բառ է։ Եթե որոշիչ հոդ լիներ, ապա հայերենում մեղք բառը կթարգմանվեր մեղքը, այսինքն հայերենում որոշիչ հոդերից մեկը կթարգմանվեր մեղքը, եւ դա ցույց կտա, որ կա այնտեղ որոշիչ հոդ։ Եթե գրված լիներ մեղքը, ապա այն կնշանակեր, որ խոսքը գնում է կոնկրետ ինչ-որ մի մեղքի մասին։ Սակայն հեղինակը գրելով մեղք առանց որոշիչ հոդի, նա ցույց է տալիս մեղքի ընդհանրական գաղափարը, որը ճշմարտության շեղվածությունն է։ Այն Աստծո փառքի նպատակակետից շեղվելն է։ Սա նշանակում է, որ Հակոբոսը նկատի չունի, որ կոնկրետ այս սխալ որոշումից հետո մարդը նոր ինչ-որ մեղք է գործում, մինչև այդ մեղք չէր։ Ոչ, ի սկզբանե չար ցանկությունը արդեն մեղք է։ Հիսուսն ասաց, եթե սրտումդ ցանկացար, ուրիշ մի կնոջ արդեն մեղանչեցիր։ Եվ չար ցանկությունը արդեն մեղք է։ Հետևաբար Հակոբոսը ասելով մեղք է ծնվում, նկատի չունի ինչ-որ կոնկրետ գործեր այս պահին, այլ ճշմարտության ճանապարհից շեղում, մոլար ուղղությամբ ընթացք, որն իր մեջ պարունակում է բազում եւ բազում մեղավոր գործողություններ ու մեղքեր։ Գործողություններն ու մեղքերը կոնկրետ, եթե մենք թվարկենք, այդ ամենը գալիս է այն դեպքում, երբ որ դու շեղվել ես քո նպատակակետից եւ ապրում ես
ուրիշ չար ցանկությունների համար։ Ուրեմն երբ որ դու ապրում ես քո չար ցանկությունների համար, այն քեզ շեղում է ճշմարտության այդ ուղուց։ Թե դու որտեղ պետք է գնայիր ու ինչ համար պետք է ապրեիր։ Իսկ հաջորդ արտահայտությունը, որ քիչ հետո կնայենք մանրամասն ավելի, գրված է մեղքը հասունանալով ծնում է մահ, չէ՞։ Այստեղ տեսեք թարգմանված է մեղքը, ոչ թե մեղք, այսինքն այն գրված է որոշիչ հոդով, որը նկատի ունի կոնկրետ մեղք։ Որ մեղք այստեղ նկատի ունի, ինչ է կարծում։ Երբ որ ասում է իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Տեսեք, եթե այստեղ կա որոշիչ հոդը, սա ցույց է տալիս վերը նշված այն մեղքը, որը որ ես արդեն ասացի։ Իսկ ո՞րն էր այդ վերը նշած մեղքը։ Ճշմարտության ճանապարհից շեղումը։ Իսկ նա ցույց է տալիս դու շեղվում ես, ու այդ շեղումը մեղքը այդ շեղումը տեսքես ուր է տանելու, որը կտեսնենք սա քիչ հետո։ Նախ Հռոմեացիս 3:23 համարը նայենք, որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Խամարծի է, նշանակետից շեղվել են։ Բոլորն են շեղվել։ Եվ ո՞րն էր այդ նշանակետը ըստ այս համարի։ Նրանք զրկվել են, ասում է, Աստծո փառքից կամ հեռացել են Աստծո փառքից։ Նշանակետը կամ նպատակը ինչ համար պետք է մարդ ապրեր, դա Աստծո փառքն է։ Այն ինչ համար որ նրանք ստեղծվել էին, բոլորը շեղվեցին այդ նշանակությունից, այդ իմաստից։ Բայց դու որ արդեն ունես վերստին ծնունդ, խոնակ շարունակ քայլես դեպի այդ նշանակետը, ապրես այդ փառքի համար, դու դարձյալ շեղում ես քո ճանապարհը, որովհետև դու չես ցանկանում Աստծո փառքը տեսնելը, վայելելը ու ամեն օր այն ցուցադրելը քո կյանքով եւ քո գործերով։ Որովհետև դու ցանկանում ես այս աշխարհի փառքը, վայելքը, ուրախությունը, հնարավորությունները։ Այստեղ է մարդը, որ շեղվում է այդ նշանակությունից, ինչի համար ինքը չի ապրում, նշանակում է միտքը տարված է ուրիշ ուղղությամբ։ Եվ դու այդտեղ է դառնում ես նյութապաշտ, այլ ոչ թե աստվածապաշտ։ Սա այն ճանապարհն է, որ Տերը ուզում է մենք հարատևենք։ Սա շարունակական պետք է լինի, որ մենք ընթանանք այդ փառքի ետևից։ Երբ Հիսուս գա, իրական, հասուն, գովեստի արժան հավատ կգտնի, որ յուրաքանչյուրս լինենք այս հավատքի օրինակը կրողները եւ ցուցադրողները։ Երրորդ նկարագրությունը չար ցանկության 15-րդ համարում չար ցանկությունը տանում է մահվան։ Իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ինչ հետևանք է բերում մարդու Աստծո փառքի նշանակետից շեղումը։ Այն տանում է մահվան։ Իսկ բառն այստեղ դարձյալ ցույց է տալիս, որ հիմա շարունակությունը տեղ ունի այս ողջ գործընթացի։ Հիմա հաջորդ փուլն է գալիս։ Այս մեղքը այդ ծնված երեխան է, որի անունը, ասացինք, ճշմարտությունից շեղումն է։ Այն նույնպես սնվում է ու մեծանում է։ Եթե սրան չոչնչացնես, չսպանես ապաշխարությամբ, ապա ինքն է քեզ սպանելու հավիտենական մահով։ Ինչ է նշանակում, երբ այս շեղվածությունը ասում է հասունանում է, հասունանալով է առաջ գնում։ Հասունանալ բառն այստեղ նույնպես շատ կարևոր բան է ցույց տալիս։ Այն հունարենում աորիս ժամանակաձևով է կիրառված, որը ցույց է տալիս անցյալի գործողությունը, անցյալում։ Այսինքն մի բան, որը հասունանալով, ընթացք ունենալով, վերջում կատարեց եւ ավարտեց այն նպատակը, ինչ համար որ ինքը ի սկզբանե սկսել էր։ Ավարտուն գործողություն։ Մի վիճակ, որտեղ մարդը արդեն գայթակղված եւ մոլորված է։ Սա նշանակում է, որ այս շեղվածության մեղքը կամ գայթակղությունը, երբ շարունակական է լինում, շարունակվում է, երբ չի ոչնչացվում, այն ժամանակի ընթացքում այնքան է շեղվում, որ հասնում է այնպիսի ավարտուն վիճակի կամ կարծրացած վիճակի, որ այլևս ելքը որոշված է։ Դա ասում է վերջը մահն է, երբ որ այն կարծրացած է։ Դրամասուրգիկն ասում է, երբ այսօր Աստծո ձայնը լսում ես, մի կարծրացրեք քո սիրտը, այլ ապաշխարի քո մոլորություններից։ Այլապես որքան հաճախակի մերժես Աստծո կամքը, հետևես քո ցանկությանը,
այնքան քո սիրտը կարծրանալու է, այնքան հոգիդ ի վիճակի չի լինելու ընկալելու ճշմարտությունը, չես գիտակցելու քո մոլորված կարգավիճակը ու կորցնելու ես փրկության հնարավորությունը։ Ինչի մասին Եբրայեցիս նամակում բազմիցս ակնարկում է։ Կորցնելու ես մոլորությունիցդ ետ դառնալու հնարավորությունը։ Եվ Հակոբոսը նույնպես այստեղ ասում է, երբ մոլորությունդ այնքան հասունանա, այնքան հարատևի, որ այլևս չկարողանաս սպանել դրան, ուրեմն այն քեզ տանելու է հավիտենական մահ, հավիտենապես Աստծուց բաժանված։ Ուրեմն այսպիսի մարդը, ով ապրում էր շարունակ իր ցանկությունների համար, այդպես էլ իրապես չէր ճաշակել վերստին ծնունդը։ Նա երբեք էլ չէր ունեցել իրական փրկող հավատք, եւ այն այս մեռած հավատն է, ինչի մասին Հակոբոս շատ խոսում է։ Դրա համար կապ չունի դու որքան պատվիրաններ ես պահել, որքան հոգևոր ծառայություններ ես արել, որքան զոհաբերություններ ես արել, գլխավոր որոշիչ հարցն այս է. հոր կամքը կատարում ես։ Հոր կամքը կատարում ես։ Հիսուս երրորդ անգամ կհարցներ մեզ։ Հոր կամքը կատարում ես։ Սա է որոշիչը, սա է քննողը եւ քեզ լուսավորողը, քեզ բացահայտողը։ Ինքդ քո համար։ Այն կրում է արդյոք շարունակական բնույթ։ Այն գրավել է քո կյանքի բոլոր ոլորտներն ու հարցերը։ Թե որը քեզ հարմար է, այն կատարում ես, որը քո ցանկությունների դեմ է, հրաժարվում ես։ Ոչ թե հոր կամքից շատ բաներ անել, ոչ թե այն ճանաչել ու համաձայնվել, հավատալ ու մեծ մասը կատարել, հարց հետևյալն է. կատարում ես արդյոք հոր կամքը շարունակապես, հրաժարվելով քո չար ցանկություններից շարունակապես։ Սա է վերստին ծնունդ ունեցողի ապացույցներից մեկը, վստահություններից մեկը, վկայություններից մեկը, որ նա Տիրոջինն է։ Իրական վերստին ծնվածը ընթանում է այս ռելսերով, ինչպես գնացքը դուրս չի գալիս իր ռելսից։ Այո, գուցե ընթանալիս վերստին ծնվածը սայթաքի, սխալվի, նկատի, որ իր ցանկությանը հնազանդվեց այդ պահին, հնազանդվեց ու կատարեց իր չար ցանկությունը, բայց անմիջապես նա զղջում է, թողնում է, պատերազմում է դրա դեմ ու հաղթանակում է այդ չար ցանկությանը։ Նա իր ռելսը չի փոխում, մնում է հավատարիմ նույն այդ ռելսին։ Նպատակակետ Աստծո փառքի համար ապրել ամեն իրավիճակում, ամեն օրը։ Սխալվեցիր, տեսնում ես, այդ օրը լուծիր քո չար ցանկությունը անմիջապես հրաժարվելով։ Քո մտքի զորությամբ, այն զորությունը, որը որ Տիրոջ խոսքից քեզ տրված է։ Քեզ հարց տուր, դու պատերազմում ես շարունակապես քո չար ցանկությունների դեմ, բացահայտում ես դրանք, սպանում ես դրանց, թե հանձնվել ես դրանց հոսքին, չես զբաղվում։ Դե Տերը ողորմած է, Տերը ինձ փրկել է, դե Տերը բարի է, Տերը չի թողել, որ ես մոլորվեմ։ Այո, Տերի սուրբերին պահում է, Տերի շնորհքն է, այո։ Բայց հարցը այն է, այդ սուրբերը ինչպես են ընթանում։ Դա վերաբերում է սուրբերին, վերստին ծնվածներին, բայց վերստին ծնվածը ոչ թե քնում է այդ մեղքերի մեջ, այլ ինքը պատերազում է դրա մեջ ու ամեն օրը ձգտում է ապրել Հիսուսի համար։ Ու նա շարունակապես փոխվում է, նա շարունակապես աճում է այդ ճանապարհի մեջ։ Նա շարունակապես ձգտում է անել այն, ինչ որ Տիրոջն է հաճելի։ Եվ այն, ինչ որ Տերը ասում է իր ողորմության մասին, վերաբերում է այսպիսի մարդկանց, այսպիսի վերստին ծնունդ ունեցողներին, ովքեր վստահ են իրենց վերստին ծնված լինելու վրա, ինչու՞, որտեղ իրենք շարունակապես հրաժարվում են իրենց չար ցանկություններից, որպես շարունակապես կատարեն հոր կամքը։ Սա է վերստին ծնունդի առողջ վստահությունը։ Եվ այստեղ այդ պատերազմը, որ մենք պետք է կատարենք ամեն մեկս մեր անձի մեջ, մեր մտքերում, այդ պատերազմը մենք պետք է կատարենք, գնանք, ինչպես Պետրոսն ասում է, հաստատեք ձեր ընտրությունը,
գնալով առաքելության վրա ավելացնելով հավատք, աստվածապաշտություն, եղբայրասիրություն, սեր, այդ ամենով դու հաստատում ես, որ դու իրապես իրեն ես։ Մա նշանակում է բաժանություն, չար ցանկություններով ընթացքը խոչընդոտում է նաև հավատացյալին այս երկրի վրա Աստծո հետ շփման հնարավորությունից, նրան ավելի ճանաչելու, մոտենալու, նմանվելու և նրա գործերին մասնակցելու բազում հնարավորություններից։ Չար ցանկությունը հանգեցնում է մահվան բոլոր հնարավոր տեսակներին։ Ահա չար ցանկությունը 3 նկարագրություններ, որ տեսնում ենք։ Եվ դրա հետագա զարգացումը հնարավոր է կանխել միայն հոր կամքի ետևից գնալով։ Կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, դրա համար Հակոբոսը շատ խոսում է իր գրվածների մեջ, կատարողներ եղեք։ Քանի որ դու չես կարող միևնույն ժամանակ երկու տեղ լինել, հոգով գնացեք եւ չեք կատարի մարմնի չար ցանկությունները։ Ամեն չար ցանկության ընթառաջ դու կատարիր հոր կամքը եւ այդ կերպ կկտրես այդ ցանկության հետագա զարգացումը, այդ հղացումը, այդ հասունությունը եւ այդ կարծրացումը։ Ամփոփելով ցույց տամ դες ընդհանուր պատկերը, թե ինչ գործընթաց է ապրում մարդու չար ցանկությունը։ Ուրեմն տեսեք, ինչ մենք տեսանք։ Փորձությունը եկավ, մարդու ցանկությունը չար էր, միտքը խաբվեց չար ցանկության հնարքներով, մարդը սխալ որոշում կայացրեց, մարդը մոլորվեց, շեղվածություն կամ գայթակղված վիճակ, մոլորության կարծրացում տեղի ունեցավ կամ հասունացավ, հասունություն, ընթացք եւ ավարտվեց, կարծրացավ, հարատևություն այդ ընթացքի մեջ, երբ որ չկա ապաշխարություն այդ ճանապարհից, երբ որ չկա հրաժարում, գիտակցություն եւ կտրում այդ ընթացքի եւ ի վերջո մահ, կորուստ կամ իսկ վերստին ծնվածի համար Աստծո հետ անհաշտ վիճակ։ Իհարկե մենք գիտենք, վերստին ծնվածը չի կորցնում փրկությունը, բայց այս մահը ցույց է տալիս վերստին ծնվածի դեպքում Աստծո հետ անհաշտ վիճակ, շփման բացակայություն, ընկած վիճակ, ով նույնպես կարիք ունի ապաշխարելու եւ հեռանալու չար ցանկություններից։ Ահա այս ընթացքը, որով անցնում է մարդը, ով տեղիք է տալիս իր չար ցանկությանը։ Հիմա համեմատեք առաջի պարբերությունը, ինչ որ մենք տեսել ենք 2-12-ում։ Ինչ էր այնտեղ տեղի ունենում, երբ որ փորձությունը գալիս էր, մարդը չէր տրվում իր չար ցանկությանը, այլ հավատքը, երբ որ փորձվում էր, ինքը համբերությամբ ճշմարտ տակ լինելով համաձայնվում էր կրել Աստծո ուզած կերպով, Աստծո ծրագրերը փնտրելով, նա համաձայնվել էր դրա համար։ Ցանկանալ նրա կամքը, այլ ոչ թե իմ ցանկությունները։ Եվ ինչ է տեղի ունենում, հոգևոր աճ, որպեսզի կատարելու լիարժեք լինեք, եւ վերջում կյանքի տեսակը։ Ահա երկու ճանապարհները։ Լայն ճանապարհը, որով շատերն են գնում, ու այն տանում է դեպի հավիտենական մահ, եւ նեղ ճանապարհը, որով քչերն են գնում, ու այն տանում է հավիտենական կյանք։ Այն կյանքի տեսակը, որ Տերը պատրաստել է իրեն սիրողների համար։ Վերստին ծնված մարդը լուսավորված միտքը, որպես ձրի պարգև ստանալով, հասկանալով այս չար ծրագրերը, խաբկանքն ու գայթակղությունը, նա որոշում է պատերազմ տանել իր մտքի մեջ Աստծո խոսքի ճշմարտությամբ, շարունակապես մերժելու գլուխ բարձրացնող չար ցանկությունները, որպեսզի այն չբերի չար պտուղներ իր երկրավոր կյանքի ընթացքում։ Սա է իրական հնարավորությունը եւ միջոցը մարդու համար ազատվելու իր մեղավոր սովորություններից։ Ուրեմն ամփոփենք։ Նախ համոզված լինենք, որ Աստված չի գայթակղեցնում ոչ մեկին եւ չարը չի կամենում, քանի որ դա հակառակ է իր սուրբ էությանը։ Մի խաբվեք, Աստված այսպիսի չար մեթոդներով չի գործում, նա չէ պատճառը մեր գայթակղության։ Պատճառը մեր չար ցանկություններն են։ Մենք ցանկանում ենք Աստծո ծրագրերին ու կամքին հակառակ, ուստի եւ գցում ենք մեզ գայթակղությունների
ու վտանգների մեջ։ Մեզ զրկում ենք այն օրհնություններից, որ Տերը պատրաստել իր զավակների համար։ Ինչ անել այս չար ցանկությունների դեմ պայքարելու համար։ Մի քանի գործնական քայլեր։ Հիշիր, Աստված ուրեմն կատարյալ ու սուրբ է։ Նա չար նպատակով չի փորձում մարդուն, դա հակառակ է իր էությանը։ Նա չի գայթակեցնում մարդուն կամ ցանկանում մարդու անկումը, որպեսզի դրանով ինչ-որ գործ անի իր համար։ Նա արդեն իսկ ընկած, գայթակղված, կորսված մարդուն տալիս է մտքի լուսավորում, որով նա հասկանում է իր կորսված վիճակը։ Հետևաբար մի խաբվիր ու մի կարծիր, որ քո մեղավոր գործերը գայթակղվելը Աստված է կամեցել, ոչ պատճառը քո ապականված էության մեջ է։ Ուրեմն ճանաչիր չար ցանկության խորամանկությունը։ Այն իր զենքերը ուղղել է քո մտքին, որպեսզի ծառայեցնի իրեն։ Աստծո խոսքի միջոցով, մտքի շարունակական նորոգությամբ դու կզանազանես չար ցանկության մոլորեցնող գործունեությունը քո սրտում։ Եվ միտքդ ամեն օր տարված լինի Աստծո կամքի ճանաչումով ու միտված լինի կատարելու այն, ապա այն կունենա համապատասխան զորությունը դիմակայելու չար ցանկությանը ու հաղթելու։ Հակառակ դեպքում այն պարտվելու է, այն տրվելու է չար ցանկության ազդությանը եւ դառնալու է չար ցանկության համախոհը։ Երբ քո միտքը դառնում է չար ցանկության համախոհը, ապա դրանք միասին ազդում են քո որոշման ու կամքի վրա, մղելու քեզ գործնական քայլերի։ Հետևաբար մինչև որոշում կայացնելդ քննիր, թե արդյոք քո միտքը ճիշտ վերլուծություն է կատարել, արդյոք դու ունես ճշմարիտ հիմնավորումներ Աստծո խոսքից ու արդյոք քո որոշումը Աստծո կամքի համաձայն է։ Մի առաջնորդիր քո խաբուսիկ զգացմունքներով, քանի որ այդ դեպքում հղացած չար ցանկությունը ծնելու է գայթակղություն։ 4. Դու ստեղծված ես Աստծո փառքի համար, ճանաչելու այն, վայելելու այն և ցուցադրելու այն քո կյանքով ու քո գործերով։ Մի շեղվիր այս նշանակետից ու առաքելությունից։ Ամեն բան ինչ անում ես, մտածիր, թե ինչպես է այն ցուցադրում Աստծուն, ինչպես է նա փառավորվելու քո կյանքով։ Եվ միտքդ կենտրոնացած է այս նպատակի վրա, այն կմնա արթուն ու վիճակի կլինի զանազանելու չար ցանկությունները Աստծո բարի կամքից։ Այս նշանակետից շեղումը տանում է գայթակղության, որտեղ մարդ վտանգված է մահվան։ 5. Վայրկյան առաջ ապաշխարիր շեղված ճանապարհիցդ։ Վաղվա գործը չի, դա այսօրվա գործն է։ Ամեն օրվա չար ցանկություններից հետ ապաշխարիր։ Հրաժարվիր, քանի որ գայթակղված վիճակը ունի հասունանալու եւ ի վերջո կարծրանալու հատկություն։ Գնա քո հոր կամքի շարունակական կատարման ետևից եւ սա է բարի ու հավատարիմ ծառայի կյանքը երկրի վրա։ Այսպիսին է վերստին ծնվածի ձգտումը, փափագը, պատերազմը։ Հակառակ դեպքում կլինես խաբված քո չար ցանկությունների պատճառով, որին շարունակական հնազանդությունը տանում է կորստյան։ Մարդը գայթակղվում է իր չար ցանկությունների պատճառով։ Հետևաբար, եթե հասկանում ես, որ քո խնդիրների իրական պատճառը ներսումդ է, ուրեմն կրիր քո հոգևոր պատերազմը, քո բաժին պատերազմը անձը տուրացության մեջ, հաղթելով չարին քո մտային պատերազմի դաշտում, որը պիտի բերի Տիրոջը հաճելի արդյունք եւ պտուղ։ Հիսուսն ասաց, ով իր անձը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Եվ ոտքերը աղոտ կանենք։ Պաշտելի մեր Սուրբ Հայր, խոնարհվում ենք դարձել քո առաջ ու գոհանում ենք ի սրտե քո խոսքի հասկացողության համար, որ դու մեզ անհարգանալիս հոգնում ես տեսնենք քո խոսքի խորքերը, տեսնենք քո խոսքի իմաստությունը, սարանում ենք քո Սուրբ Հոգու գործն է, քո առատ շնորհն է, որ լցրել ես մեզ վրա, եւ դրա համար մենք մեծարում ու փառավորում ենք քեզ,
եւ վկայում ենք, որ սա քո գործն է մեր կյանքերում եւ մենք վայելում ենք քո գործերը, քո խոսքը եւ շնորհակալություն ենք հայտնում, որ դու մեզ շնորհ ես անում չմոլորվելու մեր իսկ հերսի չար ցանկությունների պատճառով։ Դու օգնես, որ մենք հասկանանք այդ խնդիրը, այդ արմատը, որպեսզի դու այդ արմատը բուժես։ Եվ մենք բերում ենք մեր սրտերը քո առաջ, խոստովանում ենք, որ մենք բազմիցս եւ բազմիցս պարտվում ենք մեր չար ցանկություններից եւ մեր միտքը սկսում է տարվել զանազան երկրավոր գանձերից եւ մենք շեղում ենք քո փառքի համար ապրելու ամեն մեր օրվա մեջ։ Ուստի խոստովանում ենք ու քո ներումն ենք աղրսում Հիսուսի անունով, որտեղ վստահ ենք, որ դու լսում ես մեզ, մեր սրտի անկեղծ խոստովանությունը դու ընդունում ես։ Մենք վստահում ենք քո այդ ողորմությանը, քո այդ խոստումին եւ մեր փափագն է Տեր, որ մեր սիրտը շարունակ պահես ամեն ինչից առավել, պահես քո մեջ, որպեսզի այն լիովին լինի քո թագավորության ներքո, քո առաջնորդության եւ ղեկավարման ներքո, որպեսզի մենք չմոլորվենք եւ չհավատանք այն ստին, այն խաբկանքին, որը որ գալիս է մեր սրտից եւ փորձում է մեզ շեղել Տեր։ Ուստի Տեր դու առաջնորդիր ամենքից, որ մենք շարունակ տեսնենք քո փառքի գեղեցկությունը եւ տարվածը մենք քեզնով, որպեսզի մենք փափագենք վայելել քեզ մեր հոգու դատարկությունը, մեր հոգու ծարավը հագեցնել ունենք քեզնով, որ մեր սրտի վայելքը լինես միայն դու, որտեղ որ կա ապահովություն, որտեղ կա ճշմարտություն եւ ամեն կայտակության վերացում, հենց այստեղ է։ Դու սրանով մեզ պահում ես ամեն կայտակություններից, ամեն ծուղ ճանապարհներից։ Ստի օրհնիր քույրերս եղբայրներս, դու ավելին խոսիր քո Սուրբ Հոգով, դու քո գործն արա ամենքիս սրտերին, այնիշ որ դու մտադրություն ունես յուրաքանչյուրիս համար։ Ու թող որ մեր իրական լինելը, իրական քո զավակ լինելը, իրապես երևա քեզ շատ սիրելով եւ ամեն օրը մտածելով քո կամքի մասին, թե որ օրը ինչպես մենք կարող ենք յուրաքանչյուրս քո կամքը կատարել։ Դու մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։